Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իսրայելն ու Ադրբեջանը խոստանում են ամրապնդել պաշտպանական կապերը։ Հայաստանը ինչ վտանգավոր օղակում է հայտնվելու։ Ով է հասունացնող պատերազմի ռեժիսորը։ Ինչու է Ալիևը խաղաղության անունից խոսում լեզվով, որից դեռ վառոդի հոտ է գալիս։ Եվ ի վերջո, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը խաղաղություն է, թե ուղղակի PR, նոր եւ կործանիչ պատերազմի ֆոնին։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ Նա կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Թշնամական զորքերը պատրաստ կանգնած են մեր սահմանին։ Այսօր Ալիևը որքանով է պատրաստ մեկից ավելի ճակատով պատերազմ մղել Իրանի եւ Հայաստանի դեմ։ Հարձակվել է։ Մենք չգիտենք մի քանի րոպեից, ասենք թե ինչ պետք է տեղի ունենա։ Ալիևը այսօր լրջապես պատրաստվում է նոր պատերազմ հրահրել։ Ցանկացած պահին կարող է նաև ռազմական տարբերակը պայթել ուղակի, պայթել։ Հերիք եղավ բոլ եղավ։ Սուտերով կերակրել մեր ժողովրդին 30 տարիների ընթացքում։ Պատերազմի է վերածվելու։ Անշուշտ, ուղղակի ժամանակի հարց է։ Իսրայելը նաև շատ հաճախ օգտագործում է Ադրբեջանին, ինչպես ասում են, հասարակած տանը մեջ գտնվող ցածր բարոյականության մակարդակ ունեցող կնոջը։ Հայաստանը ինչ վտանգավոր օղակում է հայտնվելու։ Իսկ եթե Պարսկաստան, ասենք, փլզվի օրինակի համար, նրան փլատակների տակ մենք էլ կարող ենք հայտնվել։ Մեզ համար վտանգը մեծ է։ Իսրայելը որոշակի հարցերում հաշվեհարդար լուծի։ Մենք չպետք է խոսենք մեկը մյուսին հանրապետության հրապարակում կախելու մասին։ Ալիևի կահահան պիտի հանենք։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, իմ հյուրն եք եւ վստահ եմ, որ հետաքրքիր թեմաներից ենք խոսելու։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Այվազյան, այսօր Ալիևը որքանով է պատրաստ մեկից ավելի ճակատով պատերազմ մղել Իրանի եւ Հայաստանի դեմ։ Ալիևի համար մեկ թիրախը, ինչպես եղել է, այդպես էլ կա, հայկական պետականությունն է, հաշվի առնելով, որ իրենց վերլուծաբանները նաև այն եզրակացության են, որ այդուամենայնիվ, եթե համեմատենք Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ, ապա իրենց ընկալմամբ Հայաստանը ավելի թույլ օղակ է։ Եվ քանի որ իրենք այդպես են ընկալում, ողջ ճնշումը գնում է հիմնական մասը։ Լինի դա ռազմաքաղաքական, դիվանագիտական եւ քարոզչական ոլորտներում բոլոր ամբիոններից օգտվելով թիրախավորում են պատեհ եւ անպատեհ հայկական կողմին եւ վտանգը բավականաչափ լուրջ է, ցավալիորեն։ Ալիևը այսօր լրջապես պատրաստվում է նոր պատերազմ հրահրել։ Ես մեկ անգամ կուզենայի շեշտել, որ Ադրբեջանի համար պատերազմը դեռ չի ավարտվել, մինչև նրանք չգրավեն մեր ողջ երկիրը։ Այդպես որ կարելի է եզրակացնել, որ պատերազմը չի դադարել, իսկ սրացումները ուղղակի անխուսափելի են, որովհետև ադրբեջանական կողմի համար, նաև ինչպես միշտ, հայկական գործոնը, հայկական պետականության գործոնը, նաև Ադրբեջանի բազմազգ ժողովրդի արդարացի դժգոհությունները, դժգոհության սլակները դեպի հայկական կողմը ուղղելուն հիմնական ճանապարհն է ռեժիմի նացիստական Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի պահպանման գրավականն են ընկալում դա։ Այդպես որ մոտակա ժամանակահատվածներում մեզ ակնկալել խաղաղության խաչմերուկի դերակատարությունը, երբ որ Ադրբեջանը մեզ նշանակեց մահվան համակենտրոնացման ճամբար, կարծում եմ, որ ակնկալել խաղաղություն այդ պարագայում անիմաստ է։ Եվ վերջը, եթե մենք ցանկանում ենք խաղաղության, ապա պետք է լինենք պատրաստ լինել պատերազմի սրացման, նորից բռնկման, իզուր չէ, որ Ադրբեջանը շեշտում է եւ նաեւ որոշակի պահանջներ է ներկայացնել, որտեղից պետք է շարունակվի այսպես կոչված սահմանազատումը եւ սահմանագծումը։ Պարզ է, որ հաջորդիվ կլինեն, իրենք չեն էլ թաքցնում ասելով, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանը իրենց համար պայմանական սահման է, իսկ չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հաջորդիվ իրենք անպայման կբարձրացնեն եւ բարձրացնում են անկլավների այսպես կոչված խնդիրը, եթե անկլավների խնդիրը պետք է բարձրանա,
ապա եթե ինչ որ չափով բնակչության, թեկուզ նաև ոչխարների որոշ չափով անցկացնեն դեպի այդ անկլավները, ապա պետք է ճանապարհներ լինեն։ Հայաստանը ինչ վտանգավոր օղակում է հայտնվելու։ Փաստացիորեն դեմս թուրք-ադրբեջանական տանդեմին մենք մահվան օղակում ենք հայտնվել արդեն վաղուց եւ մեզնից շատ ջանքեր պետք է պահանջվեն, որպեսզի իրենք չկարողանան մեզ խեղդամահ անել։ Դա մեր ժողովրդի եւ տարբեր պատկան կառույցների հողեմությունից է շատ բան կախված այդ ուղղությամբ, ինչքանով հնարավոր կլինի նացիստ Ալիևին իրագործել իրեն ծրագիրը։ Հայաստան-Ադրբեջան հասունացնող այդ պատերազմի ռեժիսորը ով է։ Իրականության մեջ Ադրբեջանի այս պարագայում իշխող վերնախավի նկրտումներն են, որը նաև ինչպես շեշտեցի, նպատակ ունեն սեփական ժողովրդի դժգոհությունը ցրելու մեջ։ Բալանսավորելու։ Եվ նաև պետք է հասկանանք, որ վերջին պատերազմական բռնկումից հետո, Արցախի ժամանակավորապես օկուպացումից հետո մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի շարքային քաղաքացու կյանքում դեպի լավը, մեղմ ասած, ոչ մի բան չի փոխվել, եւ ընդհակառակը միմիայն շեհիդների պուրակն է մեծացել, երակի քարակի անգամ։ Այսօր իրականում ինչ է տեղի ունենում Ադրբեջանում եւ հասարակ ժողովուրդը ինչ է ցանկանում։ Միթե պատերազմ է ցանկանում։ Դե մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ժողովրդավարության մակարդակով մի քիչ զիջում է Հյուսիսային Կորեային, այդպես որ փակ հասարակություն է, ԶԼՄ-ները վերահսկողության ներքո են, հա, պետական մարմինների կողմից, ազատ խոսք գոյություն չունի, մտքերի ազատությունը նույնպես այնտեղ արգելանքի տակ է, անգամ կրոնական կազմակերպությունների նկատմամբ հսկայական ճնշում է գործադրվում Ադրբեջանում, այդպես որ ըստ այդմ էլ գեներացվում է հայատյացությունը եւ անընդհատ այդ խոսելով, որ իբրև թե հայերը եկվոր են, նոր պետությունը եւ այլն, այսինքն այն ինչ ամբողջ աշխարհը գիտե այդ նորելուկ տարածաշրջանային խայտարակ բաստարդ նացիստական Ադրբեջանի մասին, իրենք ուղղակի պրոյեկտում են Հայաստանի Հանրապետության վրա ընդամենը, այսինքն իրենք լինելով շուրտուված թուրք փորձում են հայերի մեջ երկպարատություն ուղղակի սերմանել եւ այդ ուղղությամբ ջանքեր երանդ չեն խնայում, մենք պետք է ուղղակի բավականաչափ զգուշ լինենք, որպեսզի չհայտնվենք թուրք-ադրբեջանական տանդեմին լարած թակարդում։ Ինչու է Ալիևը խաղաղության անունից խոսում լեզվով, որից վառոդի հոտ է գալիս, պարոն Այվազյան։ Դե Ալիևը կարող է խոսել մի բանի մասին, բայց մենք չպետք է խաբվենք ոչ նրան ՄԳԻՄՈ-ի կրթության վրա, այլ պետք է գործողություններին հետևենք։ Դրա համար եմ ասում, հենց նրա լեզվից վառոդի հոտ է գալիս։ Եվ լեզվի եւ գործողություններից նաեւ։ Այլ մի բան է, եթե ինքը ուղղակի լեզուն շախտար։ Մյուս բան է, երբ որ գործնական քայլեր են նախապատրաստում, եւ մենք տեսնում ենք Ադրբեջանը տենդագին զինվում է, հաստատ խաղաղության դարաշրջան բացելու համար չէ։ Այդպես որ դե մենք նաև տեսնում ենք վերջին շրջանում մեր տարածաշրջանային հարևանների կողմից մեղմ ասած ոչ ստաբիլ քաղաքականությունը եւ չի ասի որ բարեկամական քաղաքականությունը մեր պետության հանդեպ, դա պարզից էլ պարզ է եւ խոսույթից եւ գործողություններից։ Օրինակի համար, ասենք թե ինչու մենք ջուրը չտեսած բոբիկացանք եւ Հռոմի պապից ավելի կաթոլիկ փորձեցինք Երևալ, ճանաչելով Պաղեստին պետությունը։ Այն պարագայում, երբ որ Ադրբեջանը չի ճանաչել Պաղեստին պետությունը, ըստ էության, ինչին էր ուղղված այդ քայլը։ Մեր ազգային անվտանգության շահերից բխում էր Պաղեստին պետությունը ճանաչել, հենա Ադրբեջանի մերձավոր դաշնակից Իսրայելը ոգևորվելով դրանից, որ թե ինչ են արել հայերի հետ, փորձում են արաբների հետ անել նույնը Իսրայելում, նաև Պաղեստինի տարածքում, այդպես որ տեսնելով անպատժելիության մթնոլորտը, տեսնելով որ եթե իրենց կրտսեր գործընկերոջ Ադրբեջանին դա թույլատրելի է,
իրենց մոտ հարց է ծագում, ապա ինչու թույլատրելի չէ նույնը անել նրանց օրինակի համար։ Եվ նաև այդ ուղղությամբ քայլերը գործադրվում են ապակայունացնելով մեր տարածաշրջանի մթնոլորտը ընդհանրապես միջազգային եւ միջպետական հարաբերությունները, լինելով դա նաև Պարսկաստանի հետ կապված, Պարսկաստանի ներսում զարգացող տարբեր իրադարձություններին ամբողջը դա այդքան կայուն չի եւ տարածաշրջանը ցանկացած պահին կարող է պայթել լի վտանգներով իսկ եթե Պարսկաստանը ասենք փլզվի օրինակի համար նրան փլատակների տակ մենք էլ կարող ենք հայտնվել մեզ համար վտանգը մեծ է դա հավանական է որ Պարսկաստանը կփլուզվի Պարսկաստանը երկար պետականության ուղի ունի, սակայն բացառել որևէ բան տարածաշրջանում այդ հարափոխող ժամանակներում ոչ մի բան բացառել հնարավոր չէ։ Այդպես որ մենք պետք է ուշով հետևենք իրադարձություններին, ոչ միայն արձագանքենք կատարված փաստերին, այլ նաև փորձենք կանխարգելել։ Եվ նաև ինչու՞ չէ կանխարգելիչ հարվածներ հասցնել թշնամուն, լինի դա ռազմի դաշտում, լինի դա արտաքին քաղաքականության ոլորտում, լինի դա քարոզչության ոլորտում, լինի դա մեր պատմամշակութային ժառանգության պահպանության հետ խնդիրներում, մենք լսել ենք վերջերս, որ տարբեր միջազգային մարմինները ճանաչում են, որ Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի ներքո է գտնվում։ Մենք այդ ուղղությամբ պետք է եւ պարտավոր ենք աշխատել, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու։ Այսօր որքանով է վտանգավոր Իրան-Ադրբեջան մերձեցումը։ Իրական մերձեցումը հնարավոր չէ, որովհետև արմատական շահերը այդ երկու պետություններին տարբերվում են, որովհետև Արցախի ժամանակավորապես օկուպացումից Իրանի անվտանգային մթնոլորտը ավելի ծանրացավ։ Այսինքն Արցախը դրա մասին ժամանակին չէր կարողանում գիտակցել Իրանը։ Արցախը կայունացնող էր եւ նաեւ Պարսկաստանի սահմանների անվտանգության տեսանկյունից եւ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի տեսանկյունից Արցախը բեր չէր Արցախը մեր հայրենիքի սուր ու վահանն էր որը ռազմական ենթակառուցվածքները, մեր թշնամու ռազմական ենթակառուցվածքները մեր երկրի կարևոր կենտրոններից բավականաչափ հեռու տարածքային առումով պահում էր, ինչը հիմա գոյություն չունի։ Նույնը Պարսկաստանի պարագայում, որ մեծ վտանգ է, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը իրենց նկրտումներից չեն հրաժարվել, Պարսկաստանը երբեմն եւ շատ հաճախ գործողություն իրավիճակային լուծումներին է գնում։ Իսկ կա տեսակետ, որ Իրանի եւ Ադրբեջանի այդ մերձեցումը որքանով է իրական, որքանով չէ, հենց նախաձեռնել է Թել Ավիվը, այդպես է։ Չէ։ Թել Ավիվը չէր կարող հետաքրքրված լիներ, որպեսզի Ադրբեջանը ու Իրանը ինչ որ չափով մերձենան, որովհետև Թել Ավիվում եւ Իսրայելում ընդհանրապես ստակ ծրագիր կա թշնամիներին թույլատրել։ Պարսկաստանը դիտարկում է որպես թշնամի Իսրայելի համար եւ Պարսկաստանի փլուզումը կամ թույլատրումը մտնում է, բխում է Իսրայելի պետական շահերից։ Իսկ այդ պարագայում Ադրբեջանը հսկայական գործոն է հաշվի առնելով Իրանի ներսում գոյություն ունեցող թուրքալեզուների հանգամանքը։ Իսկ չեք կարծում, որ հենց Իսրայելի խայծն է, որպիսի մերձենան Ադրբեջանն ու Իրանը, դրանից օգտվելով Իսրայելը որոշակի հարցերում հաշվեհարդար լուծի։ Ես համոզված եմ, որ եւ Պարսկաստանում գիտակցում են իհապես, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործունեություն ծավալել իսկական, դաշնակցային հարաբերություններ կառուցել չի ստացվի, որովհետեւ Ադրբեջանը հստակ տարածքային պահանջներ ունի նաեւ Պարսկաստանի նկատմամբ։ Ապա ինչու է հիմա Իրանը նախաձեռնել այդ զորավարժությունը։ Իրավիճակային լուծում է։ Կեղծ անշուշտ, ինչպես արևելյան եւ մերձավոր արևելյան քաղաքականության մեջ ամբողջը։ Առավել ևս այն ֆոնին, երբ Բաքվում ցանկանում են ուժի իրավունքով ստանալ Հայաստանից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
եւ այդ ուղղությամբ գործնական քայլերը շարունակում են գործադրել եւ նաեւ ցանկացած խոսակցությունները, որ իբրև թե նրանց ծրագրերի մեջ չմտնում Զանգեզուրի միջանցքը այլևս կամ էլ ասենք թե այդքան սուր չկանգնած այդ հարցը կամ այլընտրանքային ճանապարհ Պարսկաստանով դիտարկվում է որպես հիմնական ուղղություն, դա սուտ է։ Ինչպես կմեկնաբանեք այս երևույթը, Ադրբեջանը ցանկանում է ուժի սպառնալիքով վերցնել Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված, եւ դրան կողմ է Ռուսաստանը թե Ամերիկան։ Ես կարծում եմ, որ ում շահերից չպետք է դա բխել, առաջին հերթին արտատարածքային միջանցքը Հայաստանի Հանրապետության տարածքով չպետք է ձեռնտու լինի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այլևս Հայաստանը չի դիտարկվի որպես քիչ թե շատ գործոն լինելուց կդադարի, կորցնելով ըստ էության Պարսկաստանի հետ սահմանը։ Այդպես որ առաջին հերթին Հայաստանի շահերից չի բխում դա։ Երկրորդ հերթին նույն Պարսկաստանի շահերից չի բխում դա։ Դա բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից ուղակի կապ ունենան, ցամաքային կապ ունենան այս պարագայում եւ ընդհանրապես Դա պարզ է եւ բնական է։ Խոսքը Ռուսաստանին եւ Ամերիկային է վերաբերում։ Ամերիկայի շահերից բխում է։ Դե մենք տեսնում ենք ամերիկյան քաղաքականությունը նոր վարչակազմի կողմից տարվող քաղաքականությունը, լինի դա դեպի Ռուսաստան քայլերը, լինի դա դեպի բոլորի հետ պայմանավորվելու մոլուցքը, անհագուրդ մոլուցքը այդ ուղղությամբ բոլորին գործարք են առաջարկում, մոռանալով որ դա շուկա չէ այդուամենայնիվ, բացի շուկայական հարաբերություններից ուրիշ բաներն էլ կան։ Այդպես որ Պարսկաստանը Պարսկաստանին դա ձեռնտու չի, Ամերիկային չեմ կարծում որ ձեռնտու լիներ ուղակի կապը, որ Թուրքիան կապի Միջին Ասիայի հետ եւ այլն։ ԱՄՆ-ին ոչ մի բան ձեռնտու չի այն ինչ որ Թուրքիայի դերակատարությունը ավելի կմեծացնի տարածաշրջանում։ Այդպես որ կարծում եմ, որ այս պարագայում նրանք ոչ թե նախաձեռնող են եւ պատվիրատու են այդ հարցում, լինի դա ԱՄՆ-ն, լինի դա այլ խաղացողներ, այլ երևի թե այդպես կձևակերպեմ, երևի թե եթե իրենց թուրք-ադրբեջանական պարտներների շահերից դա բխում է եւ հերանեկարում նրանք այժմս չեն տեսնում սպառնալիք իրենց համար այդ գործում, դրա համար ընդունել են այդպիսի կեցվածք, այսինքն դուք պայմանավորվեք ձեր միջև այն տարբերակը լուծման այն տարբերակին, ինչ որ ձեզ համար ընդունելի է։ Ռուսաստանի շահավետ է, խնդրում եմ պատասխանել հստակ, նոր բացեք։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար ինչ է շահավետ, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն է արտացոլում, թե ինչ է շահավետ, ինչ չի շահավետ։ Օրինակի համար, երբ որ ըստ էության Ռուսաստանը շուտով ոչ վիզային ռեժիմով իրեն համար համարվող դաշնակցային պետությունների քաղաքացիների համար մտցնում այդպիսի մի նոր կարգ մուտք գործելու երկիր, որը ավելի հեշտ կլիներ վիզայով մտնել, չեմ կարծում, որ հիմա նրանք նստած ու մտածում են, որ ասենք թե երազում են, որ եւ այլն։ Մենք պետք է հասկանանք, որ իրականության մեջ մեր թշնամին հենց մեր հարևան պետություն Ադրբեջան ու Թուրքիան է։ Մնացածը խաղում են իրենց ոչ այդքան ազնիվ խաղը, նաև ժամանակավոր լուծումներ են գտնում այս ուղղությամբ, բայց նստել մտածել, որ ահա նրանք մենք պետք է մտածենք մեզ ինչ է ձեռնտու։ Մեզ ձեռնտու է արդյոք, եթե մենք ասենք օրինակի համար, որ դա ոչ թե Միջանցք է, այլ Խաչմերուկ, ապա անունը փոխելով ինչ է փոխվում ըստ էության։ Մեզ ձեռնտու չէ դա եւ մտածել որ իբրև թե մենք Նախիջևանի տարածքով կամ գործենք ճանապարհ ունենանք դեպի Սյունիքը դա նույնպես մեղմասած իրականության հետ որևէ աղերս չունի։ Ադրբեջանը բոլորովին չի մտածում դրա մասին, որ մեր կոմունիկացիաների հարցը լուծվի ըստ հոգուտ մեզ։ Այդպես որ մենք դա պետք է հասկանանք։ Ադրբեջանը հստակ ասում է, որ իրենք պատկերացնում են, որ Զանգեզուրը դա նրանց տարածքն է, ոչ միայն Միջանցքը։ Խոսում են ինչ որ համաձայնագրի մասին, այն պարագայում, որ համաձայնագիրը Արցախի մասին էր։ Հիմա եթե Արցախի մասով այդ համաձայնագիրը գործողությունների մեջ չէ,
եւ բոլոր կետերով արդեն չեղարկված է ըստ էության։ Ինչի մասին է խոսքը, որ Հայաստանը ինչ որ պարտականություններ է վերցրել այն համաձայնագրի, ըստ այն համաձայնագրի, որը ըստ էության չի գործում։ Այդուհանդերձ գիտենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը օր առաջ երազում է վերցնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Նրանց ով է արգելում։ Շատ լավ գիտենք Թուրքիայի հզորությունը եւ շատ լավ գիտենք թե օր-օրի ինչպես է զինվում Ադրբեջանը։ Ալիևը հոխորտում է, ասում է, որ ամեն ձևով կվերցնենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, բայց դեռևս տարածաշրջանում լուրջ պատերազմական մեթոդ կամ մեկ այլ մեթոդ առանց կրակոցի վերցնել միջանցքը դեռ չի հաջողվում թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանց ով է արգելում, պարոն Այվազյան։ Դե սողացող պատերազմը շարունակվում է եւ նրանք անում են այդ քայլերը այս ուղությամբ, չէ՞։ Քայլերը արվում է, բայց հստակ կոնկրետ քայլ չկա։ Հստակ կոնկրետ քայլը կարող է ցակել ցանկացած վարքյան։ Անկամ մեզ ապա ով է արգելում նրանց, ով է ստոպ տալիս Ալիևի եւ Էրդողանին։ Ստոպ չեն տալիս, ուղղակի հիմա նրանց համար դեր ներկա պահին դեր հարմար ժամանակը չէ։ Երբ որ զգան, որ իրենց համար ստեղծվեց պատեհ պահը, նրանք չեն վարանի անգամ վարքյան, նաև ռազմական ուժով դա փորձնել վերցնել։ Դա մանավանդ նաև մտադրություն կա, քանի որ խոսակցությունները գնում են, որ եթե նրանք կարողանան տիրել այդ միջանցքին առանց գրեթե մի կրակոցի, ինչու չփորձեն այդ ճանապարհով գնալ։ Ով է ասել, որ ինչ որ թուրք-ադրբեջանական պահանջին ոչ ասացող կա։ Չկա։ Կա միթե։ Մենք տեսնում ենք, որ սահմանադրության մասին Բարբաջան Ադրբեջանի լկտիաբար խոսելով, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է անկախության հռչակագրի հղումը հանվի, իսկ անկախության հռչակագիրը դա մեր պետականության վերականգնման հիմքերից մեկն է, ինչպես կարելի է սահմանադրությունից դրա հղումը հանել։ Կամ էլ կտեսնենք, ինչպես ենք անում, ինչպես է։ Մեր երկիրը ժողովրդավարական պետություն է։ Ուրեմն հանրակրվե պետք է լինի։ Մեր ժողովուրդը կասի, ամեն մեկս ունենք մի ձայն։ Եթե համաձայն են փոփոխությունների կամ սահմանադրության չեղարկմանը, մեզնից յուրաքանչյուրը կգնա համապատասխան իրեն ձայնը կներկայացնի։ Այդպես հենց։ Մեզ համար քաղաքացիական պատերազմը անթույլատրելի է, դա մանավանդ, երբ որ թշնամական զորքերը կազմպատրաստ կանգնած են մեր սահմանին, ցանկացած վարքյան, միջև մենք ձեզ հետ խոսում ենք, հարձակվել է։ Մենք չգիտենք մի քանի րոպեից, ասենք թե ինչ պետք է տեղի ունենա։ Արդյոք Ադրբեջանը ու Թուրքիան պատրաստ են։ Ամբողջ թափով նախապատրաստում են նաև ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանել միջանցքի նկատմամբ, բայց այդ միայն միջանցքով հարցը չի սահմանափակվի։ Ադրբեջանական ախորժակները բավականաչափ մեծ են եւ իրականության մեջ հայկական պետականության գոյության հարցն է դրված, ոչ միայն միջանցքի հարցը, հասկացեք։ Այդպես որ այստեղ մտածել, որ իրենք մոռացել են իրենց նպատակների մասին, կլիներ շատ ոչ, ասենք իրավիճակին ոչ հարիր գնահատումը դա։ Վտանգը չի անցել, ցանկացած պահին կարող է նաև ռազմական տարբերակը պայթել ուղղակի, պայթել։ Ինչքան անգամ մենք տեսել ենք նաև, 20 թվականին, մի առավոտ արթնացանք ու լսում ենք բոլոր ուղղություններով թշնամական զորքերը ներխուժել են ռմբակոծությունները եւ այլն։ Մի օրվա մեջ, մի գիշերվա մեջ։ Լուսադեմին։ Ասում եմ, դրա մասին պետք է մտածել, որ ցանկացած վարքյան մենք չպետք է մեր զգոնությունը թմրացնենք տարբեր աներագործելի խոսույթներով, տարբեր հույսերով, որ թշնամու հետ պետք է խաղաղություն լինի, որ արևտուր պիտի անենք, չեն ուզում արևտուրը, մահն են տենչում մեր ժողովրդի ու պետականությանը։ Պետք է լինի 1000 անգամ կարելի է, չի կարելի լինել այդքան կույր, որպեսզի դա չտեսնել, լավ կույր։ Բայց ականջներն էլ չեն լսում Ալիևը, թե ինչ է բարբաջում ամեն օր։ Վիրավորանք հասցնելով ողջ ժողովրդի հասցեին, դուք տեսեք, թե ինչ է ինքը ասում, բոլոր մակարդակներով, եւ նաեւ տեսեք, թե ինչ է ինքը անում, ոչնչացնելով մեր պատմամշակութային ժառանգությունը իրենց կողմից ժամանակավոր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, ավելին, իրենք սպառնում են բնաջնջել ողջ ազգը եւ չեն թաքցնում վերջին մակարդակի վիրավորվանք
վերավորանքներ հասցնելով մեր ժողովրդի արժանապատվությանը բոլորիս։ Տեսանք թե ինչ կատարվեց Տիրանայում, որտեղ հավաքվել էին տարբեր երկրների առաջնորդները։ Սա ինչ պահվածք էր։ Դե տեսեք, Ալիևը փորձում է իրեն ներկայացնել Էրդողանի հետ միասին որպես իրավիճակի տեր։ Միջդեռ այդ ամեն ինչը այդքան միանշանակ չէ։ Շատ բաներ մեր արածի ասածից կամ չարածի ու չասածից է կախված։ Մենք իրավունք չունենք ուղակի նստել թախտին ու սպասել բախտին, տենց բան չի լինում։ Մենք պետք է ամեն օրյա աշխատանքով բոլոր ճակատներով պատրաստ լինենք, այո, հույս ունենանք լավ զարգացումներին, բայց պատրաստ լինենք ամենապեսիմիստական սցենարին։ Ամենից ամենա։ Վատատեսական, այո, վատատեսական սցենարին պետք է պատրաստ լինենք։ Ամեն օր պետք է դրան պատրաստ լինենք եւ զգոնությունը երբեք չկորցնենք։ Մենք չենք տեսնում, թե հարևան պետությունում միջև հիմա պատերազմից հետո, այդ թեժ փուլից հետո, միթե մեղմացել է հրետորաբանությունը թշնամական պետություններում, Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Միթե նրանք չեն շարունակում խոսել, որ հայ բառը անգամ վիրավորանք է, խորագույն վիրավորանք է, անգամ մենք ում հետ փորձում ենք, մի ամբողջ, ասում եմ, սերունդներ են մեծացել արդեն։ Ես չեմ ասում միջ այդ ինչ է եղել։ Արդեն այդ խորհրդային միությունից փլուզումից հետո սերունդներ են մեծացել Ադրբեջանում։ Հայատյացության վրա քարոզչությունը, որ նրանք փորձում են տանել, ասենք թե եւ Վատիկանում տանեն, եւ Վարշավայում տանեն, եւ ամեն ուր եք անարգել փաստացիորեն դա անում են։ Դա ինչի մասին է խոսքը։ Ալիևը հոմ խելքը հացի հետ չի կերել, որ այդքան գումարները ծախսում է այդ քարոզչության վրա, որ վերջում չպետք է վերածել դա պատերազմի։ Պատերազմի է վերածվելու։ Անշուշտ, ուղղակի ժամանակի հարց է։ Դա ուղղակի ժամանակի հարց է եւ ոչ երկար ապագայի։ Եվ ինչքան շուտ մենք դա գիտակցենք, այդքան ավելի քիչ ցավոտ հետևանքներ կլինեն մեզ համար եւ ավելի ցավոտ հետևանքներ կլինեն ագրեսոր Ադրբեջանի համար։ Մենք պետք է դա հասկանանք։ Մենք չենք կարող բոլոր կողմերին միաժամանակ պատերազմ հայտարարենք։ Մենք պետք է նաեւ փորձենք գտնել համընդհանուր շահեր մեր մերձավոր եւ հերավոր հարևանների տարբեր երկրների հետ, ինչը կարելի է անել եւ անհրաժեշտ է անել, այդ ուղղությամբ պետք է աշխատենք, ոչ թե ներազգային թշնամանք սերմանենք, բոլոր մակարդակներով, այդքան հասկացեք, երբ որ տարբեր մեծահարուստներ ասենք թե, հա, նույն Հայաստանում, չեն հասկանում, որ անգամ ամենաաղքատ մարդուն, ով մի հացի կտորի գումար չունի եւ նրանց օրինակի համար, որ դղյակներ են կառուցում, բիզնեսներ են դնում, հոմ այդ ինքնաթիռի մեջ չեն տեղավորելու ողջ ունեցվածքը։ Մենք բոլորս նույն նավի վրա ենք։ Այդ նավի անունը Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե նավը խորտակվի, բոլորս ենք խորտակվելու։ Բոլորս։ Այդ դղյակները հնարավոր չի, չէ՞։ Իհարկե ինքնաթիռի մեջ հնարավոր չի տեղավորել։ Գիտեք, շատ փող ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը հանճարեղ է բոլոր հարցերում։ Պետք է հասկանանք, որ բոլորս դրա համար երկրի ներսում նաև տանելի պայմաններ պետք է լինեն, արժանապատիվ պայմաններ բոլոր քաղաքացիների գոյության համար։ Մենք չպետք է արհեստական տարանջատումներ մտցնենք։ Պարոն Այվազյան, Իսրայելը Ադրբեջանին պարզապես զենք է վաճառում, թե անողակիորեն մասնակցում է հայերի դեմ նոր ցեղասպանության։ Իսրայելը նաև շատ հաճախ օգտագործում է Ադրբեջանին, ինչպես ասում են, հասարակական մեջ գտնվող ցածր բարոյականության մակարդակ ունեցող կնոջը։ Ալիևին այսինքն։ Ադրբեջանական իշխող ռեժիմին, այո, այդպես է օգտագործում։ Ոչ, ես չեմ կարծում, որ Իսրայելը քնում է ու արթնանում է մտածելով հայերին ցեղասպանության ենթարկել։ Ոչ։ Իսրայելի ժողովուրդը ինքն է ենթարկվել ժամանակին ցեղասպանությանը եւ պատմության ընթացքում տարբեր ձևի բռնաճնշումները հрьяաների նկատմամբ ողջ աշխարհում դա եղելություն է, դրա մասին չեն մոռանում եւ չեն էլ կարող մոռանալ։ Իսկ այն, որ Ադրբեջանին օգտագործում են
իրենց շահերից ելնելով։ Կարծում եմ, որ դա զարմանալի չէ։ Իսկ Ադրբեջանը այս պարագայում, ասենք թե սեփական հրեական համայնքին օգտագործում է անդեմ Հայաստանի բոլոր ոլորտներում, ԱՄՆ-ում լոբիստական շահեր անցկացնելով, նույն Իսրայելում լոբիստական աշխատանք, ինքը Ադրբեջանում հակասեմիտիզմը բավականաչափ բարձր մակարդակի է։ Իսրայելը միթե չի գիտակցում այդքան զենք վաճառելով Ադրբեջանին, այդ զենքը Ադրբեջանը ում դեմ է կիրառելու, առավել ևս երբ Ալիևը բարձրաձայն ասում է, որ Հայաստանը պետք է վերացնի, եւ հենց այդ զենքը միթե այդ միջոցը չէ Հայաստանը վերացնելու, որը ձեռք է բերում հենց Իսրայելից։ Ինչ սեր, ինչ հեր, ինչ մեր, փողն ամեն ինչ կարևոր։ Իրենք վաճառում են զենքը, իրենց ցավն է թե ուր Ադրբեջանը օգտագործելու այդ զենքը։ Դա մանավանդ կարող է մեր շահերից բխող ինչ որ բան նրանք պիտի անեն։ Իրենց համար նաև թիրախը նույն Իրանն է։ Մարդասիրական արժեքներից է խոսում Իսրայելը։ Մարդասիրական արժեքներից մասին ժամանակին խոսում էին Ֆրանսիայում։ Հիշում ենք, որ Կիլիկյան ինչպես հանձնվեց Ֆրանսիայի կողմից Թուրքիային, Քեմալական Թուրքիային։ Չեն հանձնվել, հետո մարդասիրական քայլով մի քանի ասենք թե նավերով հայերին հավաքել են այնտեղից եւ տեղափոխել են Ֆրանսիա, ծրել են ողջ աշխարհով որպես մեծ բարեգործության նշան։ Միթե կայսրությունները լինում են նախքին։ Նրանց մոտ գիշատիչային մտածելակերպը, նեոկոլոնիալիզմի մտածելակերպը չի վերացել այդ պետություններում։ Ոչ ոքի մեջ փոքրաթիվ ժողովուրդները իրենց համար այդ մարդկանց պետությունների կյանքը գրոշի արժեք չունի։ Եթե մենք մեր կյանքը ստորադասում ենք, եթե մենք մեր երկրում թույլ ենք տալիս այդպիսի անարդարությունների մակարդակը, ինչ ենք սպասում, ասենք թե Իսրայելից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, չգիտեմ, Թուրքիայից, մարդասիրություն, ինչ մարդասիրություն, որ հանենք հղումը սահմանադրությունից, որտեղ անկախության հռչակագրի, որտեղ նշված է արևմտյան Հայաստան բարակապակցությունը, ցեղասպանության հետամուտ լինել է մեր պետականության։ Եթե մենք ասում ենք, որ մեր պետության համար առաջնային հարց չի ցեղասպանության հետ կապված խնդիրը եւ անարդարության վերացումը, որ տեղի է ունեցել, արդար փոխհատուցումը արևմտյան Հայաստանի հարցը, եթե տարբեր եզրույթներ ենք դնում իրական, անիրական, երևակայական Հայաստանի մասին, Հայաստանը մեր ալֆա եւ օմեգան է, սրբության սրբոցն է Հայաստանը, ամեն ինչից վեր պետք է լինի մեզ համար, որպես գաղափարախոսություն նաեւ, ամեն մեկիս համար։ Հիմա հրեաները 2000 տարի սրանից առաջ պետականությունը կորցրին, ծրվել են ողջ աշխարհով եւ հետո, բայց իղձ են պահել, 2000 տարի հետո պետություն են կառուցել այդ տարածքներում եւ հիմա գործոն են, ոչ միայն գործիք, համաշխարհային քարտեզի վրա Իսրայելը իր տարածքով փոքր է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք Տիրանայում ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության դրոշը։ Այդ ոնց եղավ։ Ինչպես տենց եղավ։ Ուրեմն ալբանացիները կարող են երկու պետություն ունենալ, իսկ մենք մեր հայրենիքում չենք կարող։ Իրավունքներ, Արցախահայության իրավունքների մասին ինչու չենք խոսում։ Չէ որ դա մեր շահերից է բխում, մեր պետականության շահերից է բխում։ Ադրբեջանը հորինված արևմտյան Ադրբեջան եզրույթ է առաջակայքում։ Մենք էլ փորձում ենք ասել, ահա, Քուբատլուից արևմուտք, Նախիջևանից արևմուտք, արևմտյան Ադրբեջան գոյություն չունի։ Ընդհանրապես Ադրբեջան գոյություն չունի։ Ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ հարավային։ Ոչ էլ ադրբեջանական պետություն է գոյություն ունեցել, ոչ էլ ազգ գոյություն ունի։ Չկա տենց ազգ։ Հերեք եղավ բող եղավ, ստերով կերակրել մեր ժողովրդին 30 տարիների ընթացքում, գերազմանատները լցնելով, մարդիկ հայրենասիրությունից ելնելով կյանքն են զոհել, ապագա են զոհել,
Կյանքել չտեսած հողի տակ են մտել, հանուն հայրենիքի, հանուն այդ գրոշի, հանուն արդարության, հանուն անկախության, որը սակարկության ենթակա չէ, ու չպետք է լինի, անգամ մտքերում, մենք չպետք է խոսենք մեկը մյուսին հանրապետության հրապարակում կախելու մասին, Ալիևի կահահան պիտի հանենք, մարդասպանին, նրան ռեժիմին, որը հիմա բոլորիս երեխաներին սպառնում է, բոլորիս ծերերին գլուխ կտրելու մասին իրենց մոտ, մոլուցքա, իրենց Սաֆարովին չեն հերոսացրել, այդ վերջին պատերազմի ժամանակ Արցախում ծերունու նկատմամբ նույն գլուխ կտրելուն չեն հերոսացրել, պարզ չի, ինչ խաղաղության մասին խոսք կարող է լինել, ինչ խաղաղության մասին խոսք կարող է լինել, եթե իրենց արյունոտ կեղտոտ ձեռքերի վրա դեր հայ արյունը չի չորացել։ Ինչի մասին ենք խոսում, երբ որ մեր եկեղեցիները պայթեցնում են, քրիստոնյա աշխարհը ուր անայում։ Վատիկանում Գրիգորյան համալսարան մեզ ինչ գիտաժողով էր։ Միթե Ալիևի գումարը, հա վերանորոգումներ են այնտեղ կատարում, միթե Ալիևի գումարը բոլորին աչքերը փակում է։ Տեսեք, Իլխամ Ալիևի կնոջը պարգևատրել են քրիստոնյաների համար, հա, արած աշխատանքի համար, ինչի համար են պարգևատրել։ Եկեղեցիներ պայթեցնելու, խաչից խորշելու։ Խոսում ենք ինչի մասին, խաղաղության մասին, նոր արյան կանչ է, արյուն են կանչում, այդ անիրական խոսակցությունների մասով 30 տարիների ընթացքում մենք մեր պետությունում հանուն մի գաղափարի ենք ապրել, ինչին ենք հանգանք, ինչին, հիմա մենք չպետք է մուրանք խաղաղություն, խաղաղությունը միայն արժանապատում կարող է լինել, ոտքերի վրա կանգնած կարող է լինել, ոչ թե կզած, այդպես որ, պայքարը դեր շարունակվում է և պայքարում ենք ամենուրեք, ամեն մեկս մեր տեղում ենք պայքարում, մեզ համար չպետք է սովորական դարձնենք, այն ինչի մասին մտածել է չենք կարող, մեր ազգային արժեքների մասին խոսք է, պատմության մասին, ճարտարապետության մասին, չէ որ հայերի ճնշող մեծամասնությունը նույն ցեղասպանության զոհերի չմահացած հատվածի, հա, ժառանգներ են և Հայաստանի Հանրապետությունում, ինչ է նշան, բանը այն է, որ ոչ մի ժողովուրդ, եթե ցեղասպանությունը վերապրեց, դա չի նշանակում, որ այլևս երբեք չի կրկնվի, այո, հիշում ենք և պահանջում ենք, ինչ ենք պահանջում, պահանջում ենք արդար փոխհատուցում, մեր հողերը, որպեսզի մեր պետությունը կենսունակ լինի, սարերի մեջ քաշված, բոլոր կողմից թշնամիներով շրջապատված, ներսից բզկտվող, արյունահոսող մեր հայրենիքը, ինչի մասին ենք մենք խոսում։ Մենք պետք է գիտակցենք, որ մենք հայերս, բացի մեզնից ու մեր պետականությունը, բացի մեզնից ոչ ոքին պետք չէ։ Հենց այս ֆոնի վրա էլ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որոնք ունեն ծավալապաշտական նկրտումներ Հայաստանի հանդեպ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի առումով, նոր փաստաթղթեր են շրջանառության մեջ դրվել, որոնք վկայում են, թե այդ փաստաթուղթը ունեցող անձը այդ կազմակերպության անդամ է, կոնկրետ օրինակում անձի հայրենիք է նշված Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցի քաղաքացու անձնագրում կոնկրետ նշված է Արևմտյան Ադրբեջան հայրենիքը, Չամբարակ Թոխլուջա։ Գիտենք բոլորս, որ նշվածը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղն է։ Այսինքն այսօր Ադրբեջանը փաստաթղթեր է բաժանում, որտեղ հայրենիքը տվյալ ադրբեջանցու նշվում է հենց կոնկրետ այսօրվա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի կոնկրետ բնակավայր։ Պատկերացնում եք նրանք ուր են հասել ու արդեն ինչ ռազմավարություն են գործի մեջ դրել։ Նրանց հայրենիքը գյուղբագյուղն է,
նրանց տեղը դժոխքի ջահնամի կրակների մեջ է այրվել։ Կամ մենք, կամ նրանք դա այդպես են ընկալում, ժամանակն է, որ մենք վերցնենք ու կեղծ խաղաղասիրությունը դեն նետենք ու հասկանանք, չի կարելի խաղաղություն կնքել նացիստի հետ։ Իսկ Ադրբեջանում, եթե մենք թույլ ենք տալիս մեզ ասել, թե չէ, Հայաստանի Հանրապետության սահմաններից արևելյան Հայաստան գոյություն չունի, հենց ներկայիս Ադրբեջանի տարածքների մեծամասնությունը ծայր արևելյան Հայաստանի գավառներ են։ Արցախ, Ուտիկ, Նախիջևան, Բունաղբանք, Փայտակարան, Բագավան, որը հիմա Բաքու է կոչվում։ Ինչի մասին է խոսքը։ Կամ էլ Հայաստանի արևմտյան սահմաններից արևմտյան Հայաստան, ով ասեց, որ արևմտյան Հայաստան չկա։ Վանը դադարեց Հայաստան լինելու, պատմական Հայաստան դադարեց լինելու, Արարատ լեռը, որ աչքերս բացում ենք ամեն օր, ու տեսնում ենք այդ սարփազան լեռը, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Թույլերին երբեք չեն խղճում, ոչնչացնում են։ Ես կարծում եմ, որ մեր ազգը արժանացել է այդ երկրում երկրագնդի վրա ապրելու իրավունքին, արժանապատիվ ապրելու իրավունքին արժանացել է։ Այդպես որ մենք թույլ չենք եղել։ Փյունիկի պես մոխրից վերականգնել ենք եւ մենք եւ մեր պետությունը։ Դրա համար չէ որ հիմա կեղտոտ թուրք նացիստները ոտնատակ անեն, ստորացնեն մեր երկիրը, մեր պատմամշակութային ժառանգությունը ամեն մի քայլափոխի։ Տենց չի։ Միայն կուշտ փորով չի մարդը ապրում։ Մարդը բանական էակ է, կենթանուց ինչ-որ բանով տարբերվում է, չէ։ Լավ թուրք նացիստները չեն տարբերում։ Մորեխի պես ուրիշ երկրներում տարածվում են, խժռում են նրանց պատմամշակութային տարածությունները եւ այլն եւ բազմանում են ճագարների պես, այդ հասկացան։ Բայց ինչքան կարելի է զիջել, միջև ուր, միջև երբ։ Այո, Արարատը մերն է, եղել է եւ կլինի։ Եվ դա անպագորգոր հայտարարություններ չեն։ Արարատը մեր աչքերի առջև է եւ մեր սրտերում է։ Պատմական հայրենիքը նույնպես, մեր բոլոր զոհերի հիշատակը վառ է։ Մենք երբեք չենք մոռանա, երբեք չենք ների եւ անպայման վրեժխնդիր կլինենք, արդարությանը կհասնենք, դա ռևանշիզմ չէ, դա արդարության վերականգնում է, լինի դա արևմտյան Հայաստանի պարագայում, լինի դա արևելյան Հայաստանի այդ պարագայում Արցախի մասով խոսքը, եթե նրանք բարբաջում են, որ իբրև թե այստեղ ծնված չգիտեմ թուրքը ինչ-որ իրավունք ունի այդ տարածքների նկատմամբ, մենք առավել պետք է առավել եւս աչքը մտցնենք Ալիևյան ռեժիմին, որ Արցախի էջը փակված չէ, առահավոր ինքը տեսնի, որ Մինսկի խումբը ծարվայր է։ Գիտեք ինչի է ձգտում դրան։ Հենց դրա համար է ձգտում, որպեսզի ասի արևմտյան Ադրբեջանի ճակերտավոր հարցն են բացել, նորաբաց։ Եվ կանգ չեն առնի։ Անդադար։ Բայց ես ասում եմ, համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր գործը ճիշտ արնելով, արդար ապրելով, իրեն առջև, իր խղճի առջև, ինքը ապրելով եւ մյուսներին թույլ տալով ապրի, կարող է լավագույն ներդրում ունենա մեր ազգի լուսապայծառ ապագային։ Չէ որ Հայաստանը ամեն ինչից վեր է, դա գոյության չգոյության պատերազմ է։ Այդ պատերազմում մենք ճիշտ ենք, հաղթանակը անպայման մերը կլինի։ Հաղթանակ մեզ են մաղթում, մահ մեր թշնամիներին, եւ չպետք է մեր երկրի ներսում թշնամի փնտրել։ Սովից ծով թշնամի ունենք, բոլոր կողմերից։ Այո, եթե որոշ մարդիկ վատ են իրենց զգում ծովից ծով Հայաստանի մասին հիշատակելով, ասենք թե Թուրքիայում, Ադրբեջանում, դա նրանց սեռական խնդիրն է։ Որովհետեւ եւս մեկ անգամ ասում եմ, ուրանալով պատմությունը դու չես կարող ջնջել պատմության էջերը։ Այդպես որ Թուրքիայի ու Ադրբեջանի դա չի հաջողվի։ Մենք թույլ չենք տա։ Շնորհակալություն պարոն Այվազյան, գեղեցիկ եւ բովանդակալի զրույցի, ինչպես նաեւ ոգեղեն, ոգեշունչ, վսեմ, միևնույն ժամանակ հուզիչ խոսքի համար։ Շնորհակալություն հարավերի համար ու հաղթանակ մեր ազգին։
Ահա սա է թշնամու իրական նպատակը, այլ ոչ թե խաղաղությունը։ Իսկ իրական խաղաղությունը, ինչպես մեր հերոս Ավոն էր ասում, կարող է լինել միայն մեր հաղթանակով։ Թշնամական զորքերը կազմ պատրաստ կանգնած են մեր սահմանին։ Այսօր Ալիևը որքանով է պատրաստ մեկից ավելի ճակատով պատերազմ մղել Իրանի եւ Հայաստանի դեմ։ Հարցակվել է։ Մենք չգիտենք մի քանի րոպեից, ասենք թե ինչ պետք է տեղի ունենա։ Ալիևը այսօր լրջապես պատրաստվում է նոր պատերազմ հրահրել։ Ցանկացած պահին կարող է նաև ռազմական տարբերակը պայթել ուղակի, պայթել։ Հերիք եղավ գոհ եղավ։ Սուտերով կերակրել մեր ժողովրդին 30 տարիների ընթացքում։ Պատերազմի է վերածվելու։ Անշուշտ, ուղղակի ժամանակի հարց է։ Իսրայելը նաև շատ հաճախ օգտագործում է Ադրբեջանին, ինչպես ասում են, հասարակած տանը մեջ գտնվող ցածր բարոյականության մակարդակ ունեցող կնոջը։ Հայաստանը ինչ վտանգավոր օղակում է հայտնվելու։ Իսկ եթե Պարսկաստան, ասենք, փլզվի օրինակի համար, նրան փլատակների տակ մենք էլ կարող ենք հայտնվել։ Մեզ համար վտանգը մեծ է։ Իսրայելը որոշակի հարցերում հաշվեհարդար լուծի։ Մենք չպետք է խոսենք մեկը մյուսին հանրապետության հրապարակում կախելու մասին։ Ալիևի կահահան պիտի հանենք։